Ми не дамо їм перехопити ініціативу, обманути Європу і весь світ. Թույլ չենք տա ռուսներին խլել նախաձեռնությունը եւ բոլորին խաբել, թե բավական է Ուկրաինան հրաժարվի Դոնբասից ու հարցերն արագ կլուծվեն։ Արձագանքները Կիևում զգացվում են ամեն օր, ամեն գիշեր եւ նրանք կշարունակեն զգալ դրանք։ Չեմ հավատացել եւ չեմ հավատում խաղաղ ելքին։ Մեկը պետք է հաղթի եւ դա պետք է Ուկրաինան լինի։ 35 տարի առաջ 1991-ի օգոստոսի 24-ին Ուկրաինան անկախ երկիր է դարձել։ Այն ժամանակ քչերի մտքով կանցներ, որ սլավոնական եղբայր Ռուսաստանը մի օր կհարձակվի Ուկրաինայի վրա։ 2026-ի օգոստոսի 24-ին Եվրոպայի լիդերները ժամանել են Կիև շնորհավորելու եւ իրենց համերաշխությունը հայտնելու ուկրաինացիներին։ Հանդիսավոր ուղերձով դիմելով հայրենակիցներին նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանը խաղաղություն չի ուզում, զորահավաք է ուզում։ Ми не дамо їм перехопити ініціативу, обманути Європу і весь світ. Թույլ չենք տա ռուսներին խլել նախաձեռնությունը եւ բոլորին խաբել, թե բավական է Ուկրաինան հրաժարվի Դոնբասից ու հարցերն արագ կլուծվեն։ Մենք նրանց չենք վստահում։ Ուկրաինան այլ է եւ այն չի զիջում իրենը։ Росія постійно переносить дати, коли от і точно візьмуть всю Донецьку область. Զելենսկին ասել է, թե Պուտինը հուսով էր, որ ուկրաինացիները կհոգնեն, նա ուզում էր զավթել ամբողջ Ուկրաինան, փոխարենը կորցնում է իր նավթամշակման գործարանները, նավատորմը, եկամուտները, մի ամբողջ սերունդ թնդանոթի միս է դարձնում։ Ռուսաստանի ղեկավարը 27 տարի բարբաջում է մեծ գերտերության մասին, իսկ այնտեղ հիմա մարդիկ բենզինի հերթերում տառապում են։ Ապա Զելենսկին անդրադարձել է Վաշինգտոնի դիրքորոշմանը։ Я радий, що у Штатів зникли всі ілюзії щодо того, чи дійсно Росія... Ուրախ եմ, որ Միացյալ Նահանգները կորցրել է պատրանքները եւ գիտակցում է, որ Ռուսաստանը չի ցանկանում դադարեցնել այս պատերազմը։ Ռուսներին պետք է բերել բանակցությունների սեղանի շուրջ, պետք են պատժամիջոցներ, որոնք նրանց կստիպեն ոռնալ։ Ուկրաինային պետք է տրվի այն ամենը, ինչը նրանց կստիպի դադարեցնել պատերազմը։ їх закінчити війну, і це можливо. Զելենսկու ուղերձն այս է. Ուկրաինան ուրիշներին չի խնդրում կռվել իր փոխարեն, զենք տվեք եւ Ուկրաինան իր հարցերը կլուծի։ Մինչդեռ Կրեմլը համառորեն պնդում է, որ անկախ ուկրաինացիների գործողություններից չի հրաժարվելու այս պատերազմում հետապնդող նպատակներից։ Այդ է ընդգծել Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, որի փոխանցմամբ դրոններով գրոհները չեն ազդի առաջնագծում նկատվող դինամիկայի վրա։ Здесь главное, конечно, необходимо напомнить слова. Եվ այստեղ իհարկե կարևոր է հիշել նախագահի խոսքերը։ Դուք ինքներդ բացեցիք Պանդորայի արկղը։ Հիմա առերեսվեք հետևանքների հետ։ Արձագանքները Կիևում զգացվում են ամեն օր, ամեն գիշեր եւ նրանք կշարունակեն զգալ դրանք։ И будут ощущать это дальше. Կիև ժամանած եվրոպացիները հավատացնում են, որ կշարունակեն անվերապահորեն սատարել ուկրաինացիներին։ Երեք Ուկրաինայի մայրաքաղաք են ժամանել Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Նորվեգիայի, Մոլդովայի ղեկավարները։ Առավել կոշտ հայտարարությամբ հանդես է եկել Լատվիայի վարչապետ Անդրիս Կուլբերգսը։ I did not and I do not believe in a peace deal. Somebody has to win. Չեմ հավատացել եւ չեմ հավատում խաղաղ ելքին։ Մեկը պետք է հաղթի եւ դա պետք է Ուկրաինան լինի։ Այսօր նշեցինք, որ չափազանց շատ ժամանակ ենք տրամադրել խաղաղության համաձայնագրի քննարկմանը։ Ավելի ճիշտ է լավ պատրաստվենք վատթարին։ Ժամանակն ու էներգիան ծախսենք Ուկրաինային աջակցելու վրա, օգնենք առավել հրատապ հարցերում։ And let's spend the time and energy in supporting Ukraine where it needs the most. Այսօր Զելենսկին եւ եվրոպացի լիդերները հարգանքի տուրք են մատուցել զոհված ուկրաինացի զինծառայողների հիշատակին։